Ողջունում եմ բոլորին, ես Լիլիթն եմ Մանվելյան, մասնագիտությամբ լոգոպեդ։ Այսօր խոսելու ենք ռինոլալիայի մասին։ Ռինոլալիա ունեցող երեխաներին առօրյայում անվանում են նապաստակի շրթունքով ծնված երեխաներ կամ գալի երախով ծնված երեխաներ։ Նապաստակի շրթունքով ծնված երեխաները ծնվում են շրթունքի մեծ պատռվածքով։ Երեխան ծնվում է արդեն շրթունքը պատռված։ Իսկ գալի երախով ծնված երեխաները ծնվում են շրթունքի ճեղքվածքից բացի ամբողջ քիմքը ճեղքվածք է լինում եւ կատարում են որոշակի միջամտություններ մինչ լոգոպեդական հետազոտությունները եւ միջամտությունները իրականացնելը։ Լոգոպեդիայում տարբերում ենք ռինոլալիայի 3 տեսակ՝ փակ, բաց եւ խառը տեսակներ։ Ռինոլալիայի առաջացման պատճառները ներարգանդային են։ Ներարգանդային շրջանում պտղի զարգացման վաղ շրջանում որևէ գործոնի անբարենպաստ պատճառի հետևանքով առաջանում է ռինոլալիա։ Ռինոլալիայի առաջացման պատճառներից կարող են նաև լինել վնասվածքները, երբ արդեն երեխան ունի խոսք, մեծ երեխա է եւ որևէ վնասվածքից առաջացել է ռինոլալիա։ Ռինոլալիան խոսքի խանգարում է պայմանավորված արտաբերական ապարատի անատոմոֆիզիոլոգիական կառուցվածքի փոփոխություններով եւ ձայնի երանգի փոփոխմամբ։ Ռինոլալիա ունեցող երեխաների խոսքը մարող է, մռայլ, խրպոտ եւ նրանց հետ խոսելիս բավականին դժվարություններ են առաջանում։ Կան նաեւ մի շարք դժվարություններ ռինոլալիա ունեցող երեխաների մոտ ծծելու, ծամելու, կուլ տալու։ Դրա համար իրականացնում են վիրահատական միջամտություններ։ Ռինոլալիա ունեցող երեխաների հետ աշխատանքում լոգոպեդները կատարում են հետազոտական աշխատանքներ, բացահայտելով ռինոլալիայի որ տեսակն է, բաց, փակ, խառը, համագործակցում են վիրաբույժների, լոր մասնագետների հետ, պարզելով խնդրի բարդության աստիճանը, եթե հարկ է լինում կատարում են վիրահատական միջամտություններ, լոգոպեդներն էլ հետ վիրահատական եւ մինչ վիրահատական շրջանում աշխատանքներ են իրականացնում։ Երբ արդեն վիրահատությունը իրականացվում է, լոգոպեդները սկսում են իրենց աշխատանքները։ Սկսվում են աշխատանքները բարձից դեպի բարդ սկզբունքներով։ Երեխաների հետ հարկ եղած դեպքում կատարում են նաև մերսումներ։ Մերսում են երեխայի շրթունքը, որպեսզի մկանը սկսի ակտիվանալ եւ երեխայի խոսքում արդեն կարողանա ճիշտ օգտագործել երեխան իր շրթունքի շարժունակությունը։ Ռինոլալիա ունեցող երեխաների մոտ տուժում է ֆիզիոլոգիական շնչառությունը, ձայնի տեմպրը։ Երեխաները սխալ են շնչում քթի անանցանելիության, ճեղքվածքների պատճառով, որի հետևանքով առաջանում է լեզվի դիրքի փոփոխություններ, ատամնածնոտային դեֆորմացիաներ են առաջանում եւ դրա հետևանքով էլ առաջանում են որոշակի խոսքային խանգարումներ, երեխաները շատ հնչյուններ դժվարությամբ են արտաբերում, ճիշտ դիրքերում չեն արտաբերում։ Ռինոլալիա ունեցող երեխաները կարծես թե քիթը փակ խոսեն, այսպես Դրա հետևանքով մ եւ ն հնչյունները դժվարանում են արտաբերել։ Օդի ամբողջական հոսքը խոսելիս պետք է դուրս գա բերանով, դուրս է գալի քթի խոռոչով։ Դրա համար հետվիրահատական շրջանում շատ կարևոր է ֆիզիոլոգիական շնչառության եւ բերանային երկարատև շնչառության ձևավորումը։ Ռինոլալիա ունեցող երեխաների ծնողներին առաջարկում ենք հետևյալ խորհուրդները։ Կարող եք խաղալ մի շարք շնչառական խաղվարժություններ, որի միջոցով կզարգացնեք ձեր երեխաների ֆիզիոլոգիական շնչառությունը։ Խորհուրդ է տրվում խաղալ հետևյալ խաղերը։ Փակում ենք մեկ քթանցքը, խորը ներշունչ ենք կատարում եւ նույն քթանցքով արտաշունչ, հետո մյուս քթանցքն ենք փակում, էլի կատարում ենք խորը ներշունչ եւ խորը արտաշունչ։ Կարող ենք կատարել նաև այս վարժությունը։ Փակում ենք քթանցքները, երեխային ասում շնչիր բերանով, արտաշնչիր բերանով։ Ասում ենք շնչիր քթով, արտաշնչիր բերանով։ Պարապմունքների ընթացքում նաև հալիներ ենք օգտագործում։ Երբ հետ վիրահատական շրջանում երեխային տալիս ենք հալի, ասում ենք հալին պահիր քթի մոտ եւ պետք է անես այնպես, որ օդի հոսքը քթով դուրս չգա։ Եվ երեխան արդեն ուշադրությունը կենտրոնացնելով, որ քթի հոսքը ճիշտ դուրս գա բերանով, ասում է բառերը նախադասությունները եւ հետեւում է քթանցքներին, որպեսզի օդը դուրս չգա։ Երբ օդը դուրս է գալիս, գոլորշի է լինում եւ երեխաները արդեն կարողանում են այս խաղային իրավիճակում կարողանալ ճիշտ շնչել եւ արտաշնչել։
Հարկ եղած դեպքերում մեր պրակտիկայում պարապմունքների ընթացքում մենք բամբակներ ենք դնում երեխայի քթանցքներին, որպեսզի երեխան արտաշնչելիս երկարատև սահուն արտաշունչ ունենա եւ կարողանա նախադասությունները, բառերը հստակ ասել բերանով եւ օդի ամբողջական հոսքը անցնի բերանի խոռոչով։ Սա այսպես, առաջարկում ենք նաեւ երեխաներին մոմ փչել։ Մոմը կարող ենք դարձնել խաղային իրավիճակ եւ երգել օրինակ տարեդարձ երգը, տիկնիկներին դնել մոմի շուրջ եւ երեխային ասել օրինակ այ մեր նապաստակի տարեդարձն է այսօր, եկ երգենք միասին, կարող ենք նաեւ տեմպո ռիթմիկ խաղ դարձնել ծափերի միջոցով երգել տարեդարձ երգը, երեխան արդեն կարողանա նաև ունենալ խոսքի տեմպ, ռիթմ, ձայնի բարձր երանգ եւ նաև ճիշտ արտաբերում, ճիշտ խոսքային շնչառության ձևավորում կարող է լինել այս խաղի միջոցով։ Երեխային խնդրում ենք խորը ներշունչ կատարել, չլարելով մկանները եւ փչել այնպես, որ օրինակ մոմը թրթռա կամ փչել այնպես, որ մոմը հանգչի։ Ահա այսպես։ Ահա, կեցեք երեխաներ, կարող եք դուք էլ վերցնել մոմ, իհարկե ձեր մայրիկների հսկողությամբ։ Խորը ներշունչ կատարել եւ փչել այնպես, որ մոմը հանգչի։ Դե ինչ, եկեք կրկնենք։ Ահա, մեր մոմը հանգչեց։ Առաջարկում ենք նայել բամբակով խաղեր։ Կարող եք վերցնել բամբակը, գնդիկների բաժանել, պահել ձեռքում, երեխային ասել, կատարիր խորը ներշունչ եւ փորձիր փչել այնպես, որ գնդակը թռնի։ Դե ինչ, եկեք կրկնենք։ Ահա այսպես։ Հաջորդ խաղը կարող եք խաղալ հետևյալ կերպ։ Բամբակը այսպես կլորացնում ենք, երկարացնում ձգում, դնում ենք քթին, փորձում ենք այսպես ֆիքսել եւ երեխային ասում ենք փորձիր փչել այնպես, որ բամբակը թռնի վերև։ Եկեք փորձենք։ Ահա այսպես։ Առաջարկում եմ նաեւ խաղալ հետևյալ խաղը։ Այս խաղը նույնպես շնչառական է եւ նպատակը երկարատև սահուն արտաշունչ ունենալն է։ Լեզուն հանում ենք դուրս, լեզվի վրա դնում ենք այսպիսի թղթե հատված կամ կարող եք նաեւ անձեռոցիկի հատված վերցնել։ Դնում ենք լեզվի ծայրին եւ փորձում փչել։ Պատկերացնում ենք, որ մենք օձ ենք եւ մեր օձ լեզուն դուրս է գալիս արագ-արագ շարժվում։ Ահա այսպես։ Ահա, եթե դուք ունենաք անձեռոցիկի հատված, անձեռոցիկը ավելի արագ կպտտվի եւ ավելի զվարճալի կլինի երեխաների համար։ Շնչառությունը զարգացնելու համար խորհուրդ է տալիս նաեւ փուչիկներ փչել։ Երեխան կարողանում է օդը հավաքել, պահել բերանում եւ փչել երկարատև սահուն արտաշունչ ձևավորել։ Այս շնչառական վարժությունները, որ կատարում ենք փուչիկի միջոցով, մարզում են նաև մեր այտերի մկանները։ Ահա այսպես։ Եկեք փորձենք փչել փուչիկը։ Ահա, դուք կարող եք փուչիկը փչել։ Իսկ այժմ այստեղ կհրավիրենք Արամին, մեր օգնականին, որպեսզի ցույց տանք, թե էլ ինչ խաղերով կարելի է խաղալ ռինոլալիա ունեցող երեխաների հետ։ Որպեսզի մենք կարողանանք հետաքրքիր խաղեր պատրաստել, խաղալ եւ օգնել ձեր երեխաներին, առաջարկում ենք Արամի հետ այս խաղերը։ Բարև Արամ, ինչպե՞ս ես։ Լավ։ Արամ ջան, պատրաստ ես օգնել։ Ահա, առաջին խաղը խաղալու ենք հայլու միջոցով։ Արամ ջան, փորձելու ես քթով շնչել եւ բերանով արտաշնչել։ Արտաշնչելիս ասելու ես կախարդական հնչյունը։ Հե, շատ լավ։ Ահա, այս խաղը հնարավորություն է տալու զարգացնել երկարատև բերանային սահուն արտաշունչը։ Դե ինչ սկսեցինք, պահում ենք հայլին, ահա, բերանի մոտ,
Խորը շնչում ես քթով, բերանով արտաշնչելիս որպեսզի գոլորշին էլ տեսնենք, գնացինք, ավելի բարձր, քթով շնչում ենք, գեցես, տեսնում ես գոլորշին, այ, կարող ես նկարել, տանը անպայման խաղա այս խաղը Արամ ջան, հաջորդ զվարճալի խաղը Արամ, առաջարկում եմ միասին պատրաստենք, վերցնում ես թուղթը, պատրոտում ես, լցնում սեղանին, կտրտիր այսպես, ահա, դիր սեղանի վրա, փոքրացրու թաղես, կեցես, հիմա փչում ես այնպես, որ թռնեն, այս խաղը ևս նպաստում է բերանային երկարատև սահուն արտաշնչի զարգացմանը, ձևավորմանը, հիմա շնչում ես և փչում, ահա, մեկ անգամ էլ, բայց փորձիր մկանները չլարել, այստեղ շատ մեծ ուշադրություն ենք դարձնում, որ երեխան չլարվի, մկանները լինեն հանգիստ վիճակում, գնացինք, փչիր, կեցես Արամ, շատ լավ է ստացվում քեզ մոտ, խիր, շատ ապրես, ահա, հաջորդ խաղի համար մեզ պետք են գնդակներ, տեսնում ես ինչ գեղեցիկ գնդակներ ունենք, հիմա Արամ ջան, Այո, տես հիմա ինչ խաղ ենք խաղում միասին, ես ասում եմ գույնը, տեսնենք դու գույները գիտես, վերցնում ես այս ծողիկը, ասում եմ գույնը և փորձում ես փչել այնպես, որ միայն մեկ այդ գնդակը թռնի, կամ գլորվի առաջ, դե ինչ, Արամ փչիր կարմիր գնդակի վրա, ապրես, հիմա փչիր, որ միայն դեղին և մանուշակագույն գնդակները թռնեն, բոլորը թռան Արամ, ահա, հիմա փչիր այնպես, որ բոլոր գնդակները թռնեն, կեցես Արամ, շատ լավ ես խաղում, այժմ այս ծողիկը մեզ էլի է պետք գալու, ավելի ենք բարդացնում մեր խաղը, արի տեսնենք, տարաներ են բերել, սա որ տարան է, Կանաչ դիր, սա, արի բերանից անենք, որ լավ լսվի, սա, դեղին, կապույտ և վարդագույն, ահա, հիմա գնդակները դնեմ էստեղ, Արամ ջան, ծողիկի օգնությամբ խառն ենք դրել, քաղցրս, փոքրիկներն էլ թող լինեն, հիմա փորձում ես գնդակը բերանով այսպես պահել և դնել համապատասխան տարայի մեջ, փորձիր, որը ցանկանում ես, խորը ներշունչ ես կատարում բերանով, չէ, չենք փչում, խորը ներշունչ ենք կատարում բերանում, Փչում եմ, որ հետո ուղիղ քաշեմ, դե փորձիր, Վայ, սխալ ընկա, ոչինչ, փորձիր, կեցես Արամ, հաջորդը, ահա, շատ լավ է, կեցես Արամ ջան, մեծ դեղին գնդակն էլ կարող ես վերցնել, մանուշակագույնը մնաց, ահա, շատ ապրես Արամ, կեցես, առաջարկում ենք նաև հետևյալ վարժությունները կատարել, երեխային խնդրում ենք թուշիկները ուռացնել այտերը, ահա, կեցես, այդպես պահիր, երբ արտաշնչես, ասա, ապրես, մեկ անգամ էր, փչիր, կեցես, հիմա ասում ենք, նայիր ինձ Արամ ջան, ասում ենք, հիմա թուշիկները, այտիկները ուռացրու, բաց թող օդը, բաց թողելուց ասա փ, փորձիր,
Օդը բաց թող եւ ասա բ։ Կեցես։ Հիմա ասում ենք օդը։ Ահա, հիմա օդը հավաքում ենք։ Ահա, կեցես արա։ Ռինոլալիայի դեպքում նաև առաջարկվում է երեխաներին երգել ձայնավոր հնչյունները։ Կօգնես ինձ միասին երգենք, արա։ Ահա, հիմա հանգիստ, առանց լարվելու, ավակում ենք օդը եւ ասում։ Չէ, չենք լարվում։ Օդը թշիկների մեջ չենք ավակում, ասում ենք։ Միասին։ Կեցես Արամ, շատ լավ է ստացվում քո մոտ։ Հուսով ենք, որ մեր պատրաստած խաղերը ձեզ շատ դուր կգան եւ հուսով եմ, որ դուք տանը կպատրաստեք եւ կխաղաք։ Այսօրվա համար այսքանը։ Ձեզ հետ Լիլիթ Մանվելյանն էր եւ Արամը։ Հաջողություն։